սիրելի օգտատերեր եւ հետեւորդներ, եթե դեռ չեք գրանցվել ալիքից, այդ սխալը կարելի է ուղղել հենց հիմա, կարող եք գրանցվել, որովհետեւ այս ոդքասթը բավականին է տարգի է։ Եվ եթե կարելի է լայք դրեք, եթե հավանում եք այս ամենը, չեք հավանում ձեր գործնա, էլի կարակ լայք դնեք։ Այսօր կխոսենք Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արդիկ Հասախյանի հետ։ Բարև ձեզ։ Բայ։ Ձեր անունը Արտաշես է։ Այո։ Այո, բայց ամերիկացիք շատ են դժվարանում ստերեոտիպին, հա, ասել Արտաշես։ Այո։ Ես ծնվել եմ Միացյալ Նահանգներում եւ ամբողջ կյանքս Արտաշես անունն են ինձ կոչել։ Նույնիսկ այնտեղ եմ, որտեղ շատ հայ չկա, ես ստիպում էի, որ Արտաշես ասեին։ Իմ ծնողքս հիշում եմ մինչև այսօր 5 տարեկան էի, մանկապարտեզից տուն եկա եւ ամենաբարդ անունը ամբողջ դասարանում Նյու Ջերսիում իմ անունն էր։ Ասացի ինչ է կարել ինձ այսպիսի անուն դնել։ Ասացին տղես զավակս դու ապրում ես մեծանում ես Ամերիկայում, ծնվել ես Ամերիկայում։ Ծնողքդ քեզի չեն կարող ստիպեն ասենում ես ամուսնանալու, ինչպես ես կյանքդ ապրելու, բայց միակ բանը, որ քո ծնողքը կամ որևէ ծնող իր զավակին տալիս է, որ մշտական մնում է այդ քո հետ, անունը տա եւ ուզեցինք դնել քեզի մի անուն, որ ոնց ասեմ իրանք ասեցին ամենահայկական անունը որ կա Արտաշեսն է, Արտաշես Թագավորի անունով պատմեցին, բացատրեցին։ Ես էլ այդ օրվանից հետո ողջավորված թե Արտաշես Թագավորը ով է, աշխարհակալը գնացի ամբողջ ամերիկացի անգլիախոսներին, սկսեցի դասյակել Հայաստանի պատմության մասին Նյու Ջերսիում, Արարատի, Սարից սկսած թե չգիտեմ ինչ։ Բայց հետո կյանքում երբ մտնում ես տարբեր ասպարեզներում, մանավանդ քաղաքական կյանքում սկսեցի ներկայացնել հայկական հայ դատը կոնգրեսականների մոտ, երբեմն 15 րոպե ունես ընդամենը մի քաղաքական դեմքի հետ խոսելու, չես ուզում այդ 15 րոպեի 10 րոպեն Արտաշեսը ինչպես ասել բացատրես իրանց։ So Արդի կրճատեցինք, որ Արդին ընդունված Ամերիկայի մեջ անուն է։ Շատ լավ, իսկ վերջի անգամ երբ եք եղել Հայաստանում։ Հայաստանում վերջին անգամ 2019 թվին դրանից առաջ ընտանիքով գնոջս ավակիս հետ։ Դրանից առաջ գնացել էի դելեգացիայի հետ սենատոր Պորտանտինոն Զարե Սինանյանը, որ այն ժամանակ քաղաքապետարանի խորհրդի անդամ էր Գլենդելում։ Իսկ դրանից առաջ 33 տարի առաջ եւի չի եղել Հայաստան, երբ 80-ական թվականների սկիզբից Ամերիկայից վերագաղթեցինք Հայաստան ընտանիքով։ Եկ ընդհանրապես ասում են շատ հետաքրքիր է, որ առաջին անգամ մտնում ես Հայաստան, այդ զվարթնոց օդանավակայանը, այդ բրենդային տեղերը, հա, չգիտեմ, մոնումենտի այն ցիցը, որ կա, որ Էրեբունի նշանն է, ինչ զգացիք։ Հետաքրքիր, գիտեք, ես վերջին անգամ, առաջին անգամ այս 2018 թվականից գալուց առաջ վերջին անգամ որ Հայաստանում էի սովետական միության կազմի մեջ էր եւ ինչ որ ես հիշում եի, ինչ որ այսինքն իմ հիշողության մեջ քարացել էր այդ սովետական ժամանակների Հայաստանն էր, որ ինչքան էլ հիմա կարող ենք գնահատել համանավար կառավարության պակասումները այս ավելի լավ կարող են անել գուցե սա եւ այլն փոքր երեխու համար, որտեղ ես մանկապարտեզ գնացի Ամերիկայում, հետո առաջին երկրորդ դասարան հաճախել է Երևանում, այդ կյանքը, ասեմ, իդեալ կյանք էր երիտասարդի համար, այսինքն չէր զգում այդ կրճատումները, պակասումները, օրինակ հիշում եմ հացի հերթի կանգնելը, բայց երեխու համար դա ինչ է, հիշում ես ամառվա սպոսանքները, գնալ թութի ծառ մագլցելը, ցոկոլ հավաքելը, քաղելը եւ այլն, այդ բաները երեխու հիշողության մեջ ավելի վար են մնում, քան վատ ժամանակներ, անշուշտ դժվար ժամանակներ կային, բայց երբ որ վերադարձանք 2018 թվին, ինձ ամենշապես ինչը ցնցեց կամ խփեց այդ անգլերենով ասում է commercialization, ամենտեղ ռեկլամ հայտարարություն, կարծես թե Ամերիկա կամ Լաս Վեգասի նման բայցար լույսերով ամեն մեկի ապրանքը, ուղիղ հենց օդանավակայանից երբ գնում ես, խանութները բանը այդ մի քիչ դա ինձի ցնցեց։ Մի քիչ զարմանալի էր։ Զարմանալի էր, հետաքրքիր էր։ Ես չհասկացա, դուք ինչ որ մի հատված
որ ասում եք թութի ծար մագլցել, ցոգոլ գողանալը, ինչ որ մի հատված ապրել եք Հայաստանում, թե ուղղակի 2 տարի։ 2 տարի ապրել եք։ Ես ծնվել եմ Բոստոնում, բայց 1980 թվականի ես 80 թվական, օքեյ։ 80 թվականին հայրս հրավիրվել էր կառավարության կողմից իբրև բնապահպանության մասնագետ, քիմիկոս, բարձր ուսումով այստեղ Միացյալ Նահանգներում մասնագետ ջրի օդի մաքրման, գալ եւ ուսումնասիրելու եւ իր հայտնաբերած կամ ինչ որ ինքը ուսումնասիրեց հայտնելու կառավարության թե ինչն է լավ, ինչն է վատ Հայաստանի environmental դրության մասին։ Միջավայրի բնության մասին, այո։ Եկեք ձեր լեզուն արևելյան հայերեն, արևմտյան հայերեն։ Բուն հայերենը, արևմտյան հայերենը, բայց հիմա մի քիչ խառնվել արևելամտահայերեն է դարձել։ Չէ, բացարձակ արևմտյան Հայաստանի լեզուն չի, ասենք դուք հենց արևելյան հայերենով եք խոսում, ինչպես։ Փորձում եմ, ինչքանով որ կարող եմ, բայց բարեկան, որ երբեմն շփոթում եմ կամ չեմ հիշում։ Հայերենը դժբախտաբար իմ առաջին լեզուն չի, անգլերենով ես ավելի զորավոր ձևի, ավելի հստակ եմ արտահայտվում։ Բարձր, բայց դե գիտեք, ընդհանրապես այստեղից Սփյուռքը ինձ մի քիչ զարմացնում է, որովհետև մարդիկ, որը արդեն մի քանի սերունդ ծնվել են օտարության մեջ, բայց շատ լավ խոսում են հայերեն, ինչ չես ասի մեր այլ համայնքների մասին, ասենք Ռուսաստանի համայնքը այդպես չի։ Բայց ես էլ ասեմ, որ երբ ընկերներիս հետ եմ խոսում, որ հայ ընկերներիս հետ մենք անգլերենով ենք խոսում, դա որևէ սփյուռքի դեպի ցուլման հոսանքի հետևանքներից է, դա պիտի լինի ամենտեղ Ռուսաստանում, ինչպես նշեցիք, Լիբանանում կամ մյուս այլ սփյուռքի երկրներում, որտեղ արաբերենը մեծ ազդեցություն է ունեցել եւ նաեւ թափանցել մտել է մեր ամենօրյա բառապաշարի մեջ։ Չգիտեմ դա ինչպես կարող ենք դա փոխել։ Ես հենց երեք խոսում էի մեկի հետ, ծանոթի հետ եւ կիսվում էի թե ինչպես նույնիսկ այսօրվա հայերենը, երբ ես փորձում եմ լուրերը կարդալ կամ նայել, դժվարանում եմ հասկանալ։ Բարեկան, որ բոլորովին մենք մաքուր հայերեն բառ ունենք, բայց օգտագործում ենք ռուսական կամ անգլիական ազդեցությունով բառ, օրինակ debate կամ օկուպացիա եւ այլն եւ այլն եւ երբեմն լուրերը կարդում եմ եւ չեմ կարողանում հասկանալ, բայց եթե գնամ հետ 1980-ական թվականների գրած հոդվածները կարդամ, հասկանում եմ եւ լեզուն անդադ փոխվում է եւ դա հետևանքի նորից ինչպես դուք գիտեք նույնիսկ բեմադրիչները եւ Հակոբ Բարոնյանի բուն գրածները այսօրվա հայերեն խոսողը դժվար հասկանա այդ օրվա լեզուն պոլիսի այդ հենց բարբարը։ Ես ասեմ, որ դա մի քիչ գրագիտությունից է գալիս, որովհետև նա որ դպրոցում լավ է սովորել, կոպիտ ասած, կամ ինստիտուտում եթե լեզուներ անցել է, ապա շատ նորմալ հասկանում է եւ շատ հնչեղ եւ բարեհունչ է բավականին այդ արևմտյան հայերենը։ Եկ դուք ո՞նց որոշեցիք պաշտոնյա դառնալ, կարգի լավ մարդ եք երևում։ Շատ լավ եւ սուր հարց էր դա։ Ես ընդհանրապես միշտ ասում եմ, ես չընտրեցի քաղաքականությունը ընտրեց ինձ։ Ես չէի ուզում մինչև այսօր ես զգում եմ ինչպես եւի դուք եւ շատերը որ սա մի տհաճ ասպարեզ է բայց Ամերիկայում ծնված լինելով հասկանալով հայ լինելը ինչ է նշանակում երբ ես դպրոցում եի եւ համալսարանում տեսա ինչքան քիչ հայ դեմքեր կան քաղաքականության մեջ եւ սա միազատ երկիր է որտեղ դու պետք է քո իրավունքների պաշտպանը լինես եւ մի խոսք անգլերենով որ եթե դու սեղանին աթոռ չունես ուրեմն դու մենյուի վրան ես եւ հայերի համար դա իրականություն էր 60-ական 70-ական 80-ական թվականներին մինչեւ 90-ական թվականները եւ հայությունը սկսավ գլենդելում գոնել այնպիսի մասսա ունենալ այնպիսի ժողովրդի քանակը շատացավ որ մենք իսկապես երբ մենք զրկվում էինք այդ աթոռից դա պատճառ մեր մեղքն էր այլ ոչ թե ուրիշները որ մեզի զրկում էին դիպան որովհետեւ մենք ունեինք առավելություն ունեինք միջոցներ ընտրելու մեր ներկայացուցիչների այդ ժամանակ ես սկսեցի
քաղաքականությունով հետաքրքրվել, որտեղ Հայաստանը նոր է անկախ դարձել, Արցախի ազատագրման պայքարներ տեղի ունենում եւ կարծեմ գուցե նույնիսկ երբ մեկը high school-ի տարիքում է այստեղ 11-րդ, 12-րդ դասարան կամ համալսարանի առաջին քանի տարիներ, այդ երևի քո ամենաիդեալ տարիներն են, երբ կարծում ես ամբողջ աշխարհը դու կարաս փոխես։ Եվ սկսեցի աշխուժանալ եւ սպառվել քաղաքականություն ասելով, թե ինչպես կարող ենք ձայն տալ մեր համայնքին, արձանագրենք, քվեի մղենք, քվեարկելու մղենք մեր համայնքը։ Եվ մի բանը հաջորդին հասնելով մի տեղ հասավ, երբ քաղաքապետարանի քարտուղարի աթոռը ազատվեց, եւ այդ պաշտոնն էր, որ հենց ընտրություններն էր կառավարում, եւ մինչև այդ օրը դեր հայերենի չէին թարգմանում որևէ տեսակ պաշտոնական թղթեր, հիմա արդեն ընդունված է որտեղ գնաս, գոնե Los Angeles County մարզում կա հայերենով թարգմանված թղթեր, բայց դա ընդունված չէր այն ժամանակ, հայերը բոլորովին անտեսված մի համայնք էին, եւ այդ հարցերով էր, որ ես սկսեցի հետաքրքրվել առաջին անգամ եւ սկսեցի մտնել ամերիկյան քաղաքական ասպարեզը։ Այո, ես հիշում եմ, երբ որ նշատները որ հանձնում են բարոյթային իրավունքի driver license-ի բանը, այդ քննությունները կա նաև հայերեն։ Այդտեղից ես հետևություն արեցի, որ երևի թե բոլոր շատ ինչ որ թղթեր հայերեն կարող ես պահանջել, խնդրել եւ ավելի հեշտ 10-15 տարի, 20 տարի առաջ դա իրականություն չէր, դա մեծ պայքար էր տարբեր մարդկանց կողմից, որ մենք ընդունվենք եւ համարվենք իբրև Los Angeles-ի այս լիիրավ անդամներ, այո, ինչպես ուրիշ ազգեր։ Այստեղից մի հատ հարց է ծագում։ Ես նկատել եմ, որ հայկական տոները, որպես այդպեսին ասենք, բանակի տոնը, չգիտեմ, մայրության եւ կանանց տոնը մեր, հա, Նույնի տոներ կային, չէ՞, բարեկենթան, չի տոնվում այստեղ, ասենք միայն ապրիլի 24-ը, որը տոն չի իհարկե, այլ ուղղակի մի թիվ է, որ հայերին միաբանում է, այստեղ ընդունված չի տոնել։ Ինչու՞ օրինակ մեքսիկացիները, մեր հարևանները, բարեկամները տոնում են Cinco de Mayo, մայիսի։ Հա, ինչ որ տենց իսկ դա ինչի արդյունք է, մեր пассив լինելու։ Չէ, կարծում եմ մի քանի հարց կա, օրինակ մարտում կա Սուրբ Փաթրիկի տոնը, որ համարվում է իռլանդացի ամերիկացիների համար St. Patrick's Day, մեծ տոն։ Դա բայց սկսել է տոնվել այն քաղաքներում, որտեղ բավականին ազդեցություն են ունեցել իռլանդացիները եւ լա Բոստոն, իմ ծննդավայրը կամ Նյու Յորք կամ Ֆիլադելֆիա այդ քաղաքներում եւ այդտեղից աճել է։ Իսկ հայության պարագային հայերը շատ ավելի քիչ են իրենց քանակով Ամերիկայում քան ասենք թե իռլանդացի կամ իտալացի ամերիկացիները։ Օրինակ ես կասեի, որ տոներ կան, որ գուցե կարող են տոնվեն, բայց օրինակ Վարդեվարը վերջերս տեսանք թե ինչպես Disney ալիքը մի հատ հաղորդում արեց մուլտիկ Միկի Մաուսով հենց Վարդավարի մասին, դա մեծ քայլ էր, ով որ դրա հետևներ եւ կարողացավ դա իրականացնել, մեծ կարծեմ բան արեց, որտեվ Վարդավարը կարծում եմ բոլորը նույնիսկ եթե մեր հեթանոսական արմատները կամ այսօրվա քրիստոնեական նշանակությունը Վարդավարի չհասկանան, վայելելու մի ուրախ հրճավանքի օր է։ Բայց օրինակ Հայաստանի բանակային օրը ես կասեի դեպի ինչ նշանակություն։ Մեքսիկոն, որտեվ ասեմ, Մեքսիկոն Ամերիկայի չասեմ կեսը, բայց մի երրորդը Տեքսաս, Նյու Մեքսիկո, Արիզոնա եւ Կալիֆոռնիա նահանգները Մեքսիկոին եւ ոչ Մեքսիկոին իսպանական իշխանության մաս են կազմում մինչև 1800 թվականների սկիզբները եւ կեսը եւ Cinco de Mayo-ն մեքսիկացիների համար իրենց որ իրենք կարողանան իրենց մշակույթը տոնեն, սկսավ իրանցից, այսինքն ոչ մի ամերիկացի չասեց, որ մեքսիկացիները տոնում են, մենք էլ տոնենք։ Մեքսիկացիները սկսեցին տոնել, մինչև այսօր դա արձակուրդի օր չի, որովհետև բայց այդ է լինում ոչ մեքսիկացիների համար
շփվեն մեքսիկական մշակույթի հետ։ Օրինակ բոլորս սիրում ենք taco, burrito, սիրում ենք այդ կերակուրները եւ իրենց խմիչքները եւ օգտվում ենք այդ այթից այդ օրը տոնելու։ Հիմա եթե մենք հայերս էլ կարողանանք օրինակ վարդավառը դարձնենք մի իսկական բան, հետաքրքիր բան կլինի։ Վարդավառը մենք էլ այդ մարտ, ապրիլ 7, հա, այդ բանի Մայրության տոնը, Մայրության օր, բայց այսօր արդեն Ամերիկայում կա Mother's Day, չէ՞, մայրերի օր ունեն, Mother's Day կա, Father's Day։ Ամերիկայում ամեն ինչ կա։ Ամեն օրը տոն է, գիտեք։ Երբեմն այդպիսի է թվում։ Ինչ դուր եկա որ Father's Day կա, պապաներին։ Եվ նույնիսկ հիմա մեծ հայերի տոնել կունենան եւ այլն։ Ես իմիջիալոց կարծում եմ մայրերի տոնը երևի հայ մշակույթի մեջ, մեր հայ ազգի համար պետք է ամենասուրբ տոնը լինի։ Եվ փորձել եմ, ուզեցել եմ տարիներով մեծ հավաքներ կազմակերպել հենց մայրերի համար, որտեվ մենք ինչ էլ հիմա երկու տղամարդ այստեղ նստել խոսելով զրուցելով իրականության այն է որ առանց մայրերի հայ ազգ գոյություն չի ունենա նույնիսկ թվում է պապայի մատն էլ ախառը իհարկե փոքր է մատը իհարկե հարաբերական բայց դաստիարակության տեսակետից օրինակ երբ նայում ենք ինչ դեր են ունեցել մայրերը հայ ազգի մեջ եւ օրինակ այսօր եթե հայ ազգը պիտի փրկվի մենք պետք է շատացնենք հայ երեխաների քանակը այո, ճիշտ է, երկու հոգու գործնադա։ Խառնայելի դե ես ասում եմ, հա։ Եվ դա ասեմ, շատերն էլ, ես միշտ ասում եմ ջահել զույգ էին, որ շուտ ընտանիք կազմեք եւ մեծ ընտանիքներ կազմեք։ Գիտեք ինձ ինչ դա է տարկերում, դուք որպես պաշտոնյա, ընդհանրապես պաշտոնյաները շատ դժվար են իրենց սխալներ ընդունում։ Միշտ հետո վերընտրվելու կամ նոր պաշտոն ստանձնելու համար միշտ խոսում են իրենց նվաճումների մասին, այս եմ արել, այն եմ արել, այն եմ արել։ Ինձ հետաքրքիր է պաշտոնյանից մի օր լսել, ինչ չեք արել դուք։ Ինչ չի ստա, արել եք, բայց չի հաջողվել։ Կարծում եմ շատ բաներ մենք փորձում ենք երբեմն եւ չենք հաջողում եւ ինչպես ասացիք, պետք է միայն յուրահատուկ մարդն է, որ ընդունում է իր սխալները։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մարդ ավելի բան է սովորում իր սխալներից, քան իր հաջողություններից։ Իմ սխալներից մեկը, որ կարող եմ ասել, այն է, որ մենք չենք կարողացել հասկացնել մեր համայնքին, թե ինչքան աշխատանք է տևում եւ պարտադրում որևէ մեզնից, կառավարությունից մի բան փոխելու։ Մենք Ամերիկայում մանավանդ մեր հայության մեջ ամիջական բաներ ենք սպասում, ամեն ինչը ամիջական, ինչ որ ուզում ենք պիտի 3 արդեն լիներ, բայց իրականությունը այն է, որ կառավարության անիվները շատ կամաց են շարժվում կամ պրոցեսներ եւ օրինակ մի բան, որ ես կուզենայի մինչեւ այսօր անել եւ չեմ հաջողել, այն է, որ մենք ունենք Գլենդելում առանձին դպրոցների խորհուրդ որ կառավարվում է իր ընտրված մարմինով, ժողովուրդների կողմից ընտրված, եւ ունեն քաղաքապետարանի խորհուրդը։ Յուրաքանչյուրս ունի իր սահմանափակ ուժերը եւ մեր կառավարական մանդատը, թե ինչով մենք կարող ենք զբաղվել ենք։ Բայց ես հավատում եմ, որ մեկը առանց մյուսին չի կարող գոյություն ունենալ եւ երբ նայում եմ սպոսայքիների կամ բուրակների պակասությունը Գլենդելի շատ թաղամասներում, մանավանդ freeways հարավ թաղամասներում, որտեղ կան դպրոցներ, որ ունեն սպոսայքիներ բաց տեղեր, որտեղ երեխաները կարող են խաղան, բայց ցանկապատների հետևը կողպված ուրբաթ շաբաթ կիրակի արգելված է գնալ եւ խաղալը, ինձի շատ մեծ դա տխրություն է իմ համար, ես ուզում եմ բացել այդ դպրոցները, համաձայնությունների հասնել մեր դպրոցների իշխանության կազմի հետ, ասելով թե ինչպես կարող ենք մենք համագործակցենք, որ կարողանանք շատացնենք այդ բացօթյա սպառվելու տարբեր վայրերը։ Ես այժմ հիմա 5-րդ տարիս է, որ իմ աթոռում եմ եւ այդ պայքարը դեռ շարունակվում է։ Համոզված եմ, որ այն խնդիրները, որ ես հիմա կնշեմ, դուք գիտեք, բայց ես որպես մոտ 20 տարի ծնողներս ստեղ էին ապրում, ստեղ էլ մահացել են, գնացող եկող կողքից մարդ,
մի երկու հարց նշեմ եւ խնդրում եմ բացատրեք։ Սարսափելի է տրանսպորտը, որովհետեւ տրանսպորտ կարելի ասել չկա եւ այդքան քանակություն մեքենա երևի դրանից է, որովհետեւ ընտանիքում 4 հոգի են, առնվազն 4 մեքենա պիտի ունենա։ Եվ այդ հարցը երբեք չի լուծվում, ասենք այդպես չի որ գիտենք որ վաղը կլուծվի, չի դենց չի լուծվում։ Նու մետրոյի մասին է չխոսենք եւ այս վերջերս արդեն այս վերջի 2 տարին ես նկատեցի որ բավականին ուշ են մաքրվում փողոցները, այսինքն մի անգամից Երևանը հիշեցի, մեր քաղաքապետին միշտ մատնանշում ենք, քննադատում ենք, այս ինչա բա աղբը եւ այլ, հետո լասի աստված ջան, այստեղ կարող է մեր Ավինյանն է եկել։ Ես հասկացա որ դա Ավինյանի մեղքը չի միայն, հա։ Չէ, ճիշտ է, եւ ես կասեմ, որ ես ինքս իմ սխալները ընդունում եմ, թափ-տփած վիճակը Գլենդեյլի այս վերջին քանի տարին է։ Իսկ ինչու է պայմանավորված դա։ Ես կարծում եմ դա հետևանքն է, որ մենք փոխեցինք մեր աղբահավաքման համակարգը։ Առաջ ամբողջ քաղաքը աղբահավաքումը քաղաքի կողմից էր, բայց մարդիկ կարող էին իրենց անձնական աղբահավաքներն էլ վարձեին եւ կային կարծեմ Գլենդեյլում մի 15 կամ ոչ ավելի, եթե ավելի կարող է նույնիսկ 20-ից ավելի տարբեր ընկերություններ իրենց աղբահավաքի մեքենաներով, մեծ աղբահավաքի մեքենաներով քշում էին հավաքում են աղբը։ Քաղաքը որոշեց կիսել բաժանել քաղաքը 4 ռայոն, 4 շրջաններ եւ ամեն մեկին տալ կոնտրակտ աղբահավաքման։ Մենք դեռ ունենք մեր աղբահավաքման ծառայությունները, բայց միայն անձնական բնակարաններում ապրող թաղամասներում մենք կարողանում։ Դրանից բացի շատ բաներ կարծում եմ փոխվեցին, մենք ունեցանք կրճատում մեր աշխատակազմին, մի 5-ից 8 կամ 10 տարի առաջ մենք 25% կրճատում ունեցանք մեր ամբողջ աշխատողների քանակը, որտեվ բյուջեն, որ մենք ունենք, ինչ փող որ մենք հավաքում ենք հարկերից եւ այլ միջոցներով, չէր բավարարվում, որ կարողանանք շարունակենք վճարել այս աշխատողներին։ So մի մասին early retirement շուտ առաջարկեցինք, որ թոշակի անցնեն, որ այդ ծանրաբեռնությունը իրենց ամեն տարվա ամսական չէ տարեկանին ջնջվի այդ քաղաքի բյուջեներից։ Եվ դրանից մինչև ինչ որ ասեցի հետևանքները շատ կառավարության անիվներ կամած են շարժվում, մի բան այսօր որոշում ես, միայն ազդեցությունը տեսնում ես 5 տարի հետո, կարծում եմ մենք արդեն հիմա տեսնում ենք, թե ինչ էին դրա հետևանքները։ Ես չեմ ասում, որ ասեմ դա իմ մեղքը չէ, մենք անշուշտ դեր ունենք, ես ամեն օր քշում եմ, տեսնում եմ, որ մեկը գրաֆիտի է արել կամ փողոցը աղբ է թողել կամ մեկը իր մահճակալն է թողել փողոցի անկյունում, դա իմ համար դգեղություն է, անընդունելի է, ամենչապես կանչում եմ, հրաձայնում եմ, ասում եմ պետք է մի բան անենք, որ մաքրվի, բայց նաև ուզում եմ միտեղ հասնենք, որ երկու մաս կա դրան, մեկը այն մարդը, որ աղբը թափում է, մյուսը, որ աղբը հավաքում է։ Նաև պետք է մենք փորձենք դաստիարակել մեր ժողովրդին, որ ձևեր կան ինչպես մենք կարող ենք աղբը թափել կամ նույնիսկ փողոցի մաքրություն անել, որ կարողանանք մարդ պետք է սկսի տիրել իր ինչ որ իր շրջապատն է։ Օրինակ Հայաստանում երբ արաբոտ արնանում ես, տեսնում ես տատիկներ, պապիկներ, մեծամասնություն տատիկներ սկսում են ավլել իրենց բնական իրար։ Գլենդեյլում այդ սովորությունը շատ քիչ տեսնես։ Որտեղ սպասում են, որ կառավարությունը անի, իսկ երբ կառավարության աշխատողը հանում ես այդ բանից, մարդիկ սպասում են ուրիշը պիտի կանի, ոչ թե իրենք պետք է անեն։ Դուք ասացիք մարդիկ իրենց մահճակալը, այսինքն նկատի ունենք իրենց կահույքը կամ անպետք ինչ որ իրերը թողում են դուրսը։ Դա միշտ է տենց եղել է, այսինքն մարդուն պետք չի էս հերոսացույցը, ինքը ինչ անի, ասենք գցես recycle-ի մեջ չի լինի, գցես ընդհանուրի մեջ, պետք է դնես դուսը եւ պետք է հատուկ մեքենաներ ամիսը մեկ գան հավաքեն, գոնե։ Ես ճիշտ ասած տեսնում եմ, առաջ այդպես չէր, դա ասածս։ Փողոցների վրա ինչ որ մի կահույքի մաս կամ որը որ 3-4 ամիս կարող մնա։ Այսինքն եթե դուք տեսնում եք, թե որ դա խնդիր է, ինձ թվում է պետք է մի քիչ ինչ ասեմ, հա ճիշտ է, այդ անիվները ուշ են շարժվում եւ այլն։ Եվ մենք փորձում ենք, ես միշտ մտահոգվում եմ, թե ինչպես կարող ենք փորձում եմ մտածել ավելի լավ ձև ինչ կա սա անելու։
մենք պարտադրում ենք այդ կոմպանիները, որ աշխատում են քաղաքում աղբա հավաքել, որ իրենք իրենց սեփական մեքենաներով, բայց մի բան էլ ենք տեսել, սա չեմ փորձում ինքս իմ ասենք թե դիրքը արդարացնեմ, բայց ինչքան որ մենք հավաքում ենք, նույն տեղը ավելի շատ անում է աղբա, որովհետև Երբ մարդիկ տեսնում են, որ ինքն իրեն արդեն հավաքվում է, այսինքն ֆոկուսնիկի նման կա եւ մի օր չկա, ասում են, օքեյ, ուրեմն նորից դնենք, տեսնենք երկրորդ անգամ կկրկնվի այդ ֆոկուսնիկը։ Ես նույնիսկ մտածել եմ, թե տեղեկան, որտեղ մենք պետք է դնենք կամերաներ, որ տեսնենք ով են շարունակ այդ օրենքի խախտումները։ Բայց մարդիկ ինչ անեն դա, այդ դա էլ այն ես օրինակ աթոռս պետք չի ինձ, այս աթոռը։ Եթե աթոռ պետք չի, հերաձայնի թիվ կա, որ կարող եք զանգեք, հայախոսել կարող են պատասխանեն ամեն լեզվով էլ, պիտի ասեք մենք դնում ենք մեր ապրանքը փողոցին, խնդրում ենք եկեք եւ վերցրեք։ Եվ կոչվում է դա ձրի է բոլոր քաղաքի բնակիչներին։ Կոչվում է bulky item pickup։ Քաղաքը ունի այդ ծառայություն, բայց շատ քիչ մարդ գիտի դրա մասին եւ դրա համար պարզապես իրենք կարծում են, որ սա որտեվ նայ, մենք էլ չենք կարող ասենք դերելես, բայց այդ հերաձայնի թիվը չզանգել, ուրեմն թողնում։ Ես կարծում եմ, թե այդ հերաձայնի թիվը, որ ասեք իմաստ չի լինի, հիշվի, բայց եթերից հետո խնդրեմ ասեք եւ հենց այս րոպեին մենք այսպես կգրենք Թերաձայնի թիվը Սիրով կարծում եմ շատ կարևոր բան է։ Շատ զարմացած եմ, որ դրա համար հատուկ վճար չկա։ Լավ, հաճելիորեն Ինչ էլ լինի, սարսարան կամ մեծ ապրանք, ինչ կա, քաղաքը գգա կվերցնի ձրի անվճար։ Իսկ դրանից բացի տրանսպորտի մասին ասացիք, նորից համաձայն եմ ձեր հետ։ Տրանսպորտի խնդիրը այն է, որ մենք Գլենդելում ունենք հատուկ մեր ավտոբուսի գիծերը, ծառայությունը, բայց դա 6-ից եւ երբեմն 8-ից հետո այլ չի աշխատում։ Եվ դա դու քաղաք չես կարող ունենալ, երբ տրանսպորտը կանգնում է եւ փողի հարց է, գումարների հարց է։ Ներեցեք ստեղի վարձերը եւ թաքսերը, հա, այնքան բարձր են ուրիշ տեղերի հետ համեմատ, որ ինձ թվում էր, որ Գլենդելի վարձերը համեմատած Լոս Անջելեսի ամենամեծ քաղաքների հետ բավականին ցածր են, միջին կարգ ենք, ոչ թե չի ասել մենք ամենացածրն ենք, բայց այդ ցանկի կեսին ենք։ Մեզնից կան շատ ավելի թանկ քաղաքներ վարձով, կան շատ ավելի էժան քաղաքներ։ Իսկ ինչ որ կառավարում է թե քաղաքի բյուջեն ինչ է, եւ կարծում եմ շատերը չգիտեն սա, 60% մեր հավաքած հարկերի եւ ստացած գումարների ամիջապես գնում է ուղիղ ոստիկանության եւ հրշեջի բաժնի բյուջեին 60%-ը, կեսից ավելին, միայն, երբ ունենք մենք 12-ից ավել բաժիններ քաղաքում ծառայության, լինի փողոցների մաքրման, public works, մայթերն են նորոգում կամ սարքում, ունենք ջրի էլեկտրակայանի մասը, ունենք տարբեր այդ մասեր, 60%-ը քաղաքային բյուջեին գնում է ոստիկանության եւ հրշեջի ծառայության։ Եվ ես ինքս հավատում եմ, որ դա կարևոր է, որ մենք ունենանք լավ ոստիկանություն, ունենանք լավ, ինչպես տեսանք վերջերս այս ահավոր դեպքերը, որ Ալթադինայում, Փասադինայում, Սան Մարինո քաղաքներ, որ մեզի շատ մոտիկ են, ինչ կարող է տեղի ունենա ահավոր ժամանակներին եւ պայմանները այնպես են, որ փախել էլ չես կարող հրթեհներից։ Կարևոր է ունենալը, բայց դա մեզի շատ քիչ բան է թողնում, որ մենք կարողանանք ավելացնենք կամ անենք։ Օրինակ ես գիրքի սիրահար եմ, ես շատ եմ սիրում գիրքեր, բայց մենք այժմ չունենք միջոցներ, որ նոր գրադարաններ բացենք քաղաքում։ Ընդհակառակը փորձում ենք գտնել, որ գրադարանները չեն օգտագործվում, որ կարողանանք փորձենք կոնսոլիդացիա անենք, փակենք եւ տեղափոխենք գուցե այդ ծառայությունները ուրիշ տեղի։ Գրադարաններից օգտվում են մարդիկ։ Գրադարանից, այո, կան շատերը, գուցե ոչ մեծամասնությունը, չգիտեմ, բայց նրանք որ օգտվում են, ես կասեի, որ մեր գրադարանները ամենալավ գրադարաններից են ամբողջ շրջանում, որքան։ Եկեք կենցաղային հարցերից, որոնք միշտ կարելի է խոսել ժամերով, որտեղ մարդկանց դա է հետաքրքրում, անցնենք մի քիչ ազգային հարցերին, որովհետև դուք Սփյուռքի ներկայացուցիչ եք, պաշտոնյա եք եւ նու կարելի ասել հայկական լոբիի մի մաս, հա, լոբինգի մի մաս եք։
Ինչպես է ձեր հարաբերությունները հիմա Հայաստանի հետ ընդհանրապես ունեք ինչ որ հարաբերություններ մեր Հայաստանի Սփյուռքի նախարարության կամ ինչ որ այդպես ինչ մարդկանց հետ ինչ գործեր եք անում ինչ նոր պրոյեկտներ ունեք մասնագետների ուղարկում եք այնտեղ թե ունեք մասնագետների փոխանակում ու մի խոսքով հասկացաք հանդոն Կարծեմ քաղաքում եղել են այդպիսի փոխանակումներ ես օրինակ երբ ես քաղաքապետ էի այն ժամանակ մենք ստորագրեցինք պայմանագիր Մարտունի քաղաքի հետ Արցախում որ կազմենք քույր քաղաք հարաբերություններ դժբախտաբար բոլորս գիտենք թե ինչ տեղի ունեցավ եւ ինչպես քաղաքապետը Մարտունի Հելուսաուկի ազնավուրը զոհվեց պաշտպանելով իր հողը իր հայրենի հողը եւ իր ընտանիքին դրանից հետո ասեմ քաղաքից մենք ունենք հիմա քանի մահատ քույր քաղաք ունենք հարաբերություններ Գյումրիի հետ ունենք հարաբերություններ Ղափանի հետ ինձնից իմ հետո ծառայող հիմակվա քաղաքապետը Էլենա Սատորյանը եւ ուրիշները այցելել են այդ տեղերը գաղափարական պրոգրամային փոխանակումներ լինում են Սփյուռքվո նախարարության հետ որքան ես եմ ծանոթ չգիտեմ որևէ տեսակ կոնկրետ Գլենդելի քաղաքի հետ հարաբերություններ բայց դա չի նշանակում որ անհատներ քաղաքում չկան որ իրենց ձևի փորձում են օգնել հայրենիքին բայց այսինքն որևէ տեսակ պլանավորված պաշտոնապես այդպիսի հարաբերություն այժմ չկա Գիտեք որ ասում եք օգնել հայրենիքին այդ օգնել բառը ինձ մի քիչ տեղացնում է կարծում եմ ձեզ էլ մենք չպիտի օգնենք կամ չպիտի օգնենք այլ պետք է նպաստեք որ ճիշտ է Եվ օրինակ ինձ հետաքրում է միշտ հետաքրել է, ասենք, ստե ուսում ստանալը։ Կան ինչ որ տենց պրոյեկտներ, որ, ասենք, 10 երեխա կամ 10 ուսանող, լավ ուսանող կան, ստե Հարվարդում սովորեն կամ որովհետեւ կան շատ հետո վերադառնան։ Այո, կան, օրինակ, երբ սենատոր Անտոնի Պորտանտինոն որ փորձեց ընտրվել կոնգրեսի, բայց իր դեմ կարծեմ ինքը չհաջողեց, հիմա դա չխորանանք պատճառները թե ինչ էին։ Ինքը կազմեց մի project, որով կարողանում էին տրամադրեն ամբողջային scholarship համալսարանի համար ավարտական UC San Francisco Law School-ում ձրի, եթե իրենք անշուշտ նիշերը ստանային ընդունվելու եւ դա հատուկ Հայաստանում սովորած աշակերտների համար էր So պետք է դու համալսարանը վերջացնես Հայաստանում եւ հետո կարող ես գաս այստեղ իրավաբանական ուսումը ստանաս եւ հետո ինչ որ սովորել ես փոխանցես Հայաստանին եւ ասեմ University of California system-ը որ ունի տարբեր դպրոցներ UCLA, Los Angeles-ի, UC Berkeley քաղաքում աշխարհի ամենալավ համալսարաններից մեկն է, եթե ոչ ամենալավը։ Դա կա շարունակվում է կուզենայինք եւ ես համաձայն եմ ձեր հետ որ այդ օգնել բառը երևի սխալ ձևի օգտագործվում ես ինքս երբ Երևանում էի շատ բաներ տեսա որ ես ինքս իբրև քաղաքական գործիչ կարծում եմ կարող է հեշտությամբ այդ խնդիրները լուծվեն մանավանդ մեքենաների խճողման տեսակետից կամ նույնիսկ շինարարական պլանը ինչպես որ եղել է օրինակ ես բոլորովին ցնցված է այդ կենտրոնում ինչքան նոր շինարարություն կա եւ ինչու ամեն ինչը կենտրոնում է կուտակված ի տարբեր ասենք թե մյուս թաղամասներում Դրա մասին հասարակական կարծիքը ես կարող եմ փոխանցել ձեզ շատ բացասական է եւ տարիներ շարունակ բոլոր իշխանությունների օրոք մենք ասում ենք որ Երևանը պիտի ապակենտրոնացվի այո որ այդ փոքր միկրո քաղաքները ոչ թե պետք է Երևանի կենտրոնում ստեղծվեն, այլ դուրս գա ընդհանրապես Երևանից կամ գոնե Արվարձաններ կամ գոնե այլ քաղաքներ։ Դուք ասացիք Աբովյանը իդեալ տեղ է, որտեղ 10 րոպե է մեքենայով մինչև Երևան։ Նույնն ինչ որ այստեղ հա եւ ինչպես հիմա նայում ենք Մոնտրոզը, որ Գլենդելին մաս է կազմում իբրև քաղաք, որևէ մեկը 10 րոպե։ Եվ ինչ այլոց ասեմ, որ ես երբ Աբովյան այցունեց այցելելու, օդը ավելի մաքուր, ավելի քիչ փոշի եւ
Հիմա նայում ենք վերջերս հրթեհների ժամանակ թե ինչքան վատ էր օդը այստեղ շնչելու Գլենդելում Փասադինայում շրջանում, երբ նայում էր Երևանի օդի որակը ավելի վատ էր առանց հրթեհի, քան այստեղ։ Եվ իմիջիայլոցային համար շատ խորը նշանակություն ունի, որովհետև իմ հորը մասնագիտությունը եւ իր կյանքի աշխատանքը այդ օդի մաքրման հարցերով է, այդ Նայրիդի քաուչուկի գործարանը կանաչ շարժումը, որ սկսավ 80-ական թվականներին Երևանում Սիլվա Կապուտիկյանի կողմից եւ ուրիշների կողմից։ Եվ կարծում եմ, որ դա ճիշտ է, այդ ամբողջ օդի թունավորումը եւ այդ մյուս հարցերը, որ առաջանում են, սկսում է այդ ինչպես ասացիք, ոչ հապակենտրոնացման կամ այդ ամեն ինչը կենտրոնում դնելուց։ Իսկ եթե մի շատ ցավոտ թեմա կա, որ միշտ ուզում եի որովե բանի մարդու ես տայի, գիտեք, ես լսել եմ դա անգամ իմ ավելի լուրջերի մեկում, իմ հաղորդումներից մեկում ասեցի, որ լսել եմ եւ ինձ հետո շատ տարբեր կարծիքներ ասեցին, որ այդպես չի, դուք մոտարապես գիտեք հայերի կրիմինալ ասածը մեր ոչ օրենքով ոչ թե ապրող այլ հանցագործների, հա, կամաց քիչ ներքև քանակ ինչքան է բանով տոկոսային հարաբերությամբ մի ժամանակ ասում են, որ 10-ից 15,000 հայ բանդակյալներ կան Կալիֆոռնիայի բանդերում, դա ինձ չէր զարմացնի, եթե այդ տվյալը ճիշտ լիներ, որովհետև տոկոսով համեմատած դա կարծեմ հավատալի թիվ է։ Իսկ քանի հազար մարդ կա այստեղ ապրող հայեր։ Ամբողջ Ամերիկայում 1.5 միլիոն հայություն կա։ 1.5 միլիոնից չէ, Կալիֆոռնիան եթե վերցնենք, Կալիֆոռնիայում կասե եւ 900,000-ի շուրջ կամ 10-15,000 օքեյ է, նորմալ է։ Կարծում եմ։ Այսինքն դա տենց սարսափելի թիվ չի, հա։ Բայց ասենք նույնիսկ եթե 30,000 լինի եւ նույնիսկ եթե 15,000 է, դա 15,000 ավելի է, քան ես կցանկանայի ունենալ։ Եվ նայում ենք թե ինչքան երիտասարդներ լավ տղեկ զոհվեցին վերջին պատերազմին, 10,000-ը ինչ է։ 10,000-ով ինչ կարող ենք երևի անել, եթե ունենանք 10,000 մարդիկ, որ պատրաստ են զոհվելու հայրենիքի համար, հողի համար, սկզբունքների համար, մեր հայ ազգի գոյատևման համար, իսկ ըստ երևույթին նարկոտիկը իրանց համար ավելի կարևոր է։ Միշտ լսել եմ, որ ստեղ դա միշտ ասում են երեխաներին պիտի պահեք դրանից, միշտ պիտի ընտանիքներում զրուցեք դրա մասին, մենք հոգեբաններ ունեցել ենք մեր եթերում, խոսում ենք թե դա այնց հետարքիր է պաշտոնյայի տեսակետից, հա, ասենք ինչ է արվում, որ երիտասարդներին հետ պահվի այդ ամեն ինչից, ասենք դա ինչ միջոցառումներ են պետք։ Ես ասենք լավ, դուք հլա ասեք, ես հավատում եմ, որ դաստիարակելը որևէ երեխայի զավակի սկսվում է տնից։ Եվ երբ այսօր նայում եմ մեր համայնքի, գոնե նույնիսկ իմ տարիքի ուրիշ հայ ընտանիքների արժեքները ինչ են, եւ այդ արժեքները ես չափում եմ, թե ինչ որ իրենք ցույց են տալիս ինտերնետով, լինի Facebook-ով կամ սոցիալական այդ ցանցերով, երբեմն սիրտը սլացում է, ուզում է լալ, որովհետև ասեմ, ինչպես մենք խոսում ենք մեր մշակույթի որակի մասին, այսօր որակը ընկել է։ Ինձ թվում է ամբողջ աշխարհում է ընկել։ Ամբողջ աշխարհում գուցե ընկել է, բայց մենք պիտի չհամեմատենք մեզի ուրիշներին։ Ինչու համեմատենք եւ ասենք, որտեղ ուրիշներն են ընկել, մենք լավով համեմատենք։ Եվ նայում ենք, երբ սովետական միությունը դեր գոյություն ուներ 15 հատ այդ հանրապետություններից, ամենաշատ գիտնականները, ամենաշատ մաթեմատիկոսները բոլորը հայությունից էին գալիս։ Երբ նայում ենք մյուս ազգերից, քանի հատ գեներալ էին ունեցել Կարմիր բանակի այդ բարձր պաշտոնների համեմատված, ասենք թե Մաշալ Բաղրամյանը, ես չգիտեմ մի հատ ասենք թե ազերի կամ ուրիշ հանրապետությունից այդպիսի զորավարներ, քան մենք ունեցել իբրև փոքր հայ ազգ։ Երբ տեսնում ենք Պարսևակի բանաստեղծությունները ինչ է ասում հայության մասին, մենք չպիտի համեմատվենք ուրիշների հետ, ասենք ամեն տեղ այդպիսի թող Հայաստանում էլ լինի։ Հասկանում եմ դա, ճիշտ է, որովհետև մենք էլ այս աշխարհին մաս ենք կազմում, ազդվում ենք, քամին ինչքան էլ ծառը զորավոր արմատներ ունենա, քամին որ կողմը որ փչի իր ջուղերը եւ դերները այդ կողմով
կսկսեն թթվել, բայց ես հավատում եմ նաև, որ մենք իբրև հայություն, որ այսքան ժամանակ կարողացել ենք գոյություն ունենալ այդ հին ազգերից մեկը եւ մյուսը լինեն եգիպտացիները եւ հույները, չգիտեմ։ Մենք ունենք պարտականություն, որ չթողնենք այս ամեն ինչ, որ տեղի ունենում այսօր միջազգային բեմի վրա, մեզի այսպիսի ազդի։ Մենք պետք է ընդհակառակը մենք փորձենք զորացնել մեր արմատները։ Մենք խոսում ենք լեզվի դժվարությունների մասին։ Ես հիմա արևելահայերենով եմ արտահայտվում, իմ բուն խոսած տան հայերենը արևմտահայերեն է, բայց ես կարծում եմ բոլորը պետք է կարողանան արևելահայերենով եւ արևմտահայերենով արտահայտվեն, ինչու՞ չէ։ Մեր դպրոցները թե ինչու գոյություն ունեն։ Ես միշտ զարմացել եմ ինչու արևմտյան հայերենը արևելահայերենի հետ մեկտեղ Հայաստանում ընդունված չի որպես պետական լեզու, որովհետև Կանադայում կա ֆրանսերեն եւ անգլերեն շատ լավ գաղափար, ես կողմ եմ։ Իսկ մեր մոտ երբ որ դա առաջարկվեց, մի անգամից բոլորը ասին, որ դա կբերի ավելի շատ անգրագիտության, մարդիկ չգիտեն ոնց։ Դա ես կարծում եմ լրիվ սիրողական դիլետանտական ինչ-որ մի մոտեցում է, այդպես չի իրականում։ Ամեն լեզուն, ամեն ճյուղը հայ լեզվի պահպանել է իր յուրահատուկ կետերը, օրինակ արևելահայերենը շատ լավ ձևի պահպանել է հայ տարրերի հնչումը, բարևը փոխանակ բարև, իսկ արևմտահայերենը ուղղագրությունը չէ, ոնց ինչպես կարող են ասել grammar, ոճը նախադասությունների, որ ավելի մոտ է գրաբարին, արևմտահայերենի արմատները։ Ուրեմն եթե դու երկուսը կարողանաս ուսումնասիրել սովորես, կհասկանաս հայ լեզվի արմատները, թե որտեղից է առաջացել։ Համաձայն եմ դες, այդ խնդիրը միշտ բարձրացվում է, բայց իմիջիալոց մեր կրոնականներից շատերը երկուսն էլ կարողանում են շատ հագիստ խոսել։ Շատ մարդ գիտեմ, որ երկուսն էլ կարողանում են։ Եկեղեցում ես գոնե հասկանում եմ ամեն ինչը, որտեղ դե ես թատերական եմ, Վարդե Պարոնյան եւ այլն այդ ամեն ինչ անցել եմ, հասկանում եմ եւ շատ բարեուչ է խոսել ենք արդեն դրա մասին։ Ձեր ամնա իմիջիալոց սիրած հայ գրողները ով են ես։ Իմ հայ գրողներից դժվար է ասել շատ հիմա երևի թե Երբ դուք ընկճված եք զգում, ում եք կարծում, որ վերականգնեք։ Երբ որ ես ընկճված եմ զգում, հիմա դժվար եմ ասեմ, երևի թե Չարենցը մի քիչ ասենք տենց շատ մոտա։ Իսկ ամերիկյան անգլերեն գրողներից։ Ամերիկյան ֆոլկներ եմ սիրում։ Ես ֆոնքները իմ համար շատ դժվար է։ Դժվար է, բայց մի քիչ Դաստոևսկուն նման է։ Դրա համար ինձ ասենք մի քիչ ավելի մոտ է։ Ինչևէ, գիտեք մեկ էլ ինչ էի ուզում ասել։ Այ դուք ասեցիք, դա ասեմ եւ անցնեմ առաջ, ասացիք, որ այդքան գիտնականներ եւ զորավարներ եւ այլն տվել է Հայաստանը։ Այո, մենք խորհրդային միության կայացման համար շատ զոհեր ֆիզիկապես զոհեր համաշխարհային պատերազմը հաշվելով նաև գիտնականներ, զորավարներ տվեցի, բայց առանձնապես դա Ռուսաստանի կողմից չգնահատվեց, չեմ ուզում քաղաքականացնել, բայց դե իհարկե մենք մեծ ավանդ ունենք այդ երկրի համկայացման, համփլուզման մեջ, այսպես կարելի ասել, իսկ ամերիկյան հասարակություն ստեղծել ամերիկյան պետականության մեջ ինչ դեր ունի հայությունը այսօր։ Ունենք մենք այդպիսի, ասենք, շատ խոշոր մարդիկ, ովքեր որ թեկուզ ստվերում, բայց կարող են ինչ-որ հարց լուծել հայ դատի, Հայաստանի հայության համար։ Կան գոյություն ունեն, ինչպես նաև սովետական ժամանակներում էլ կային եւ Երբեմն մարդիկ հարցնում են օրինակ Միկոյանները, որ մենք հպարտանում ենք, ինչ արեցին հայության համար կոնկրետ, չէ, բայց կային եւ մենք հպարտանում ենք դրանով։ Նույնն էլ այսօր կան հայեր, որ բարձր աստիճանների են հասնում, օրինակ մեր փոխ նախագահի աճ բազուկներից մեկը ըստ երևույթին հայ է, նոր ընտրված փոխնախագահ J.D. Vance-ը, հույսով մի բան կանի, որ հայությանը օգնի կան քաղաքական մարմիններում, կան գիտության մեջ, ինչպես տեսանք այս COVID հիվանդության ժամանակն ու Բարաֆյանը եւ այլն։ Կան եւ ամեն օր հայտնաբերվում են ուրիշները։ Մենք կանք եւ դեռ պիտի լինենք եւ շատանալու ենք եւ կան
ամեն օր ես զարմանում եմ, թե ինչքան փայլուն նոր հայ դեմքեր են առաջ գալիս ամեն ասպարեզում, լինի սպորտային, լինի երաժշտության, լինի արվեստի կամ քաղաքականության գիտության մեջ։ Բայց մի բան կա, որ օրինակ մենք ունենք հիմա, որ խոսում ենք հայ ժողովրդի յուրահատկության ասենք թե մասին, ունենք երկու Նոբելյան մրցանակ շահողներ։ Կա Փաթեփուտյանը գիտական որ ստացավ մրցանակը Սան Դիեգոից եւ կա MIT-ից հիմա անունը մտքից չի գալիս, բայց տնտեսագետը economist որ շատ ով ունի ուրիշ չգիտեմ քանի այն որ Միկոյանները հայ էին, դա արտահայտվեց միայն այսօրվա դրությամբ այն որ կա միջև հիմա ինչ որ ինքնաթիռ որ միգ է կոչվում եւ նաեւ կա Երշիկ Միկոյանի անունով ոչ մի բան Հայաստանի համար ինչ վերաբերվում է Նուբարաֆյանին բայց կարծեմ Միկոյանը նաեւ պաղպաղակը չկարողացավ բերել Սովետմիությանը ես չեմ կարծում որ մեր կայացման ասենք պաղպաղակը կարևոր բան է որ լավ բան է ոչ ես հաստատ ես կիմոել կուտեմ ինձ հետաքրքիր է հենց Հայաստանի համար ինչ կապեր ունեն Հայաստանի հետ ինչ որովհետև ես միշտ որ խոսել եմ Հայաստանի ասենք բայց դա Հայաստանից է կախված Հայաստանը պետք է ասի թե այ ես դա եմ ուզում լսել դրանից ես ասեմ որ այսօրին եւ նայ ես ասեմ որ այսօր տեսնելով Հայաստանի ինչ վիճակում է հերվից հետևելով քաղաքականությունը շատ սփյուռքահայերին նման հիաստապություն կա իմ մեջ բայց դա չի նշանակում որ մենք չենք կարող գտնել ձևերը Հայաստանին օգտակար լինելու կամ ոչ թե օգտակար փորձենք աշխատել իրար հետ որ Հայաստանը օգնի սփյուռքին որտեղ այսօր սփյուռքը ունի պետքությունը Հայաստանի նույնքան չափ որքան Հայաստանը պետք ունի սփյուռքին երբ որ ես խոսում պաշտոնյաների հետ Հայաստանում ասում են մենք այդքան փող ունենք որ կարողանանք այսինչին բերենք որ մեզ համար աշխատի կամ մեզ շատ անգամ փողը պետք չունես բերել ես ուզում եմ դա ձեզանից լսեմ որովհետև մենք իջել ենք այդ նյութապաշտության մերկանտիլիզմի այն ամենացածր մակարդակին որ ամեն ինչ լուծում է փողով իրականում այդպես չի փողը իհարկե կարևոր բան է բայց ես չեմ կարծում որ Հայաստանի բյուջեն զուտ աշխատավարձ տալու համար թեկուզ 30-40 հազար ինչ որ մի գիտնականի որը որ ուստեղ դու 100 ստանում ընդ 40 ստանա չի մեռնի եթե կոնտրակտ կնքեց ասենք 3 տարով որ նա գա համալսարանում դաստա ասենք չգիտեմ կամ որևէ մի այլ գործ բայց դա չի արվում ուղղակի եւ ես դա ճիշտ ասած ես չեմ հասկանում դա միայն Հայաստանի մեղքն է թե սփյուռքի մեղքն է ես հիմա շատ սինիկ պատասխան կարող եմ տալ ասելով որ չեմ հավատում դեզնից բայց ես նայ սփյուռքահայությունը ունի իր տարբեր մեղքեր սփյուռքահայություն ասելով մենք ասում ենք սփյուռքահայություն իբր մի կազմ բայց սփյուռքահայությունը ունի իր շերտերը ունի իր տարբեր գույները տարբեր տեսակներ ասել սփյուռքահայություն եւս սխալ է որտեղ սփյուռքահայության մեջ կան հայեր որ ամեն օր հետաքրքրվում են հայկական հարցերով կան սփյուռքահայներ որ բացի անունից կամ ազգանունից նույնիսկ չեն զգում իրենց հայությունը իսկ Հայաստանում իրենք ամեն օր պիտի մտահոգվեն Հայաստանի պահպանման զարգացման խնդիրներով եւ իրենք ունեն մի գործիք մի բան որ թողել են սեղանի վրա առանց օգտագործելով եւ դա սփյուռքն է այսօր եթե իմ հայրս երբ վերադարձավ Հայաստան որ սպառվի իր մասնագիտությունով իրեն համոզողներից մեկը այն ժամանակ մեր լուսահոգի ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Արաչինն էր որ ծանոթ էր հորս եւ մորս հետ որտեղ իրենք եկեղեցում աշխուժ էին եւ օգնել էին ստեղծել եկեղեցիներ իրենց սփյուռքահայ գաղութներում Օթավայում մի հատ եկեղեցի հիմնադրեցին նաեւ իրենց եկեղեցին Նյու Ջերսիում եւ Բոստոնում իրենք աշխուժ էին եկեղեցիում մենք եկեղեցի հաճախող ընտանիք ենք Եվ ինքն է որ հրավիրեց եւ կառավարությունն էլ անշուշտ իր կողմից, բայց այդ հրավերի պատճառը իմ հայրս պատասխանեց այդ ազգային կոչը, որ գա վերադառնա Հայաստան, անկախ որ ինքը Հայաստանից չէր, համալսարանը սովորել էր Երևանի պետական համալսարանում, բայց ինքը ծնվել էր Երուսաղեմում
Եվ այդպիսի քայլեր չգիտեմ ինչքան է արվում այսօր որևէ կազմի կողմից, որևէ մեկի կողմից լինի եկեղեցի կամ կառավարություն կամ բանակային կազմերից չգիտեմ։ Հույսով լինում են եւ ես խաբար չեմ, բայց որքան որ ես գիտեմ, օրինակ ես գիտեմ իմ շփումների մասին, ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ օգնել հայությունին ինչ ձևի որ կարող եմ, բայց նաև հիմա այսօր ինչպես որ տեսնում եմ, բավականին աշխատանք էլ կա այստեղ անելու մեր հայության համար։ Մենք եթե միայն Հայաստանով սպառվենք, եւ օրինակ մեր երիտասարդների դաստիարակումով չսպառվենք այսօրվա մեր երիտասարդներին չփորձենք պահել հայ, դե եթե Հայաստանը հոյակապ երկիր լինի 50 տարի հետո, բայց այսօր չկա որևէ հայ, որ ուզում է վերագաղթի Հայաստան, ինչ է նպատակը, ինչ է։ Այս թեման փակելով, ասեմ, եթե Թրամփը ընտրվելուց առաջ հանդիպում է Կիլիկիո կաթողիկոսի հետ, եւ Հայաստանում դա բարձրացակցել է խոսում դրա մասին, ասենք, հանդիպել, ոնց որ տենց, ոնց որ Քիմ Քարդաշյանը, ասենք, Սերժ Թանկյանի հետ գնա, ասենք, հաց ուտելու, այ մոտավորապես այդպիսի մի բոհեմիկ լուր էր Հայաստանում, հա, ուրեմն Սփյուռքը կա ունի դեռ իր կշիռը, ունի մասնագետներ, ունի ազդելու մեխանիզմներ եւ այլն, բայց դե իհարկե Հայաստանը պետք է պատրաստ իմիջիայլոց լինի, որ Սփյուռքին էլ ընդունի։ Օրինակ վերջերս երբ մենք սփյուռքահայության մասին խոսեցինք, բայց չխոսեցինք սուրիահայ գաղութը, որ գրեթե ջնջվելու է, եթե 50 տարուց սուրիահայ գաղութ մնաց Սուրիայում, դա հրաշք կլինի։ Իրաքահայ գաղութը գրեթե ջնջվել է Իրաքի պատերազմից հետո, եւ Պարսկաստանում էլ պարսկահայ գաղութը քանակով նվազում է։ Մենք այսօր պատմական օրեր ենք ապրում, թե պետք է փորձենք հասկանալ, թե Սփյուռքը պիտի շարունակի գոյություն ունենալ եւ ես ինքս նորից ասեմ սինիկ լինելով նայում եմ պատմության օրինակ Լեհաստանի հայ գաղութը, որ այսօր չկան, մենք շատ ժամանակ չունենք, որ վերահաստատենք մեր հայությունը որովհետեւ եկեղեցիները կառուցում ենք, այո, բայց գնացեք այսօր Հնդկաստանում հայկական եկեղեցիներում քանի հատ եկեղեցի գնացող կա։ Եկեղեցիները կմնան, բայց հաճախորդ չի։ Կամ Սինգապուրում հայկական եկեղեցի կա, մալադեց, հետո ինչ։ Դե իրականում շատ ցավալի է ու բացի այդ ինչ որ դուք նշեցիք, հայության ներկայությունը կամած փոքրանում է աշխարհում, այսօր չունենք հայեր Ադրբեջանում, վաղը չենք ունենա Սիրիայում, Արցախում, այո, Արցախում, նաև Լիբանանում եւ այլն եւ այն ոսկին որ կարանք այն մեխանիզմը որ կարանք այսօր օգտագործենք բացարձակ մսխվում է սխալ օգտագործում կամ չի օգտագործում ընդհանրապես դա շատ ցավալի է իհարկե դե ոդքասթով այդ հարցը չենք լուծի գիտեք ինձ այս վերջի օրենքները որ եղավ Թրամփի որը որ վերաբերվում է միգրացիայի հետ, ինչ կարծիքի եք այդ ամեն ինչի մասին, դա ինչ պրոցես ասկսվի, կարծես թե աշխարհը շուռ է, ես երբեք չեմ հիշում, որ ես հետս ID մանտա, ասենք ես ID-ի մանտալի Մոսկվայով եմ գնում, որովհետև ամեն վարքյան ինչ-որ պոլիս կարող է կայներ, ասել ռեգիստրացիա, ոնց բաներ, ասել ցույց տալ վախվելով, որովհետև դեմդ կայնած այն շոտ տենց մարդ ասեմ մտահոգեցուցիչ շատ մտահոգեցուցիչ օրեր ենք ապրում այսօր ես ինքս անշուշտ Կալիֆոռնիան այդ ամրոցն է Թրամփային գաղափարների դեմ լինելով դեմոկրատական կուսակցության ամրոցը կենտրոնը ճիշտ կամ սխալ ես չեմ փորձում պաշտպանեմ մեկին կամ մյուսին բայց ինչ որ վերաբերվում է իմիգրացիայի հետ նրանք որ գաղթել են կամ եկել են Ամերիկա Առաջին ասեմ որևէ մեկը որ հանցագործ է կամ գալիս է այստեղ հանցագործությունով սպառվելու ես կարծում եմ պիտի զրկվի այստեղ ապրելու իրավունքից պիտի իրեն վերադարձնեն այն տեղից որտեղից եկան բայց նաև մենք ունենք Կալիֆոռնիայում եւ ամբողջ Միացյալ Նահանգներում
հազարավոր մարդիկ, որ գալիս են, որտեղ իրենք ուզում են իրենց համար լավ ապագա եւ ուզում են իրենց զավակների համար ավելի լավ ապագա, քան որտեղից որ իրենք եկան։ Եվ այդ մարդիկը աշխատասեր են, ապրում են այստեղ վախով, որովհետև իրենք գնում են գործի ամեն օր չիմանալով, եթե պիտի մեկը ինչպես ասեցիք, իրենց ստատուսը հարցնի եւ հետո իրենց փորձեն խնդիրներ ստեղծել համար, ընտանիքներ բաժանել, մարդ կա, որ այստեղ ապրել է արդեն 20 տարուց ավել, զավակները ամերիկացի քաղաքացի են, համալսարան են գնացել, զավակ արդեն թորեր ունի, բայց այդ մարդը ապրում է լիմբո են ասում, այսինքն չգիտի, այս աշխարհում կան մյուս աշխարհում, այսինքն մեջտեղում միտեղ։ Եվ մյուս բանը, որ կարծում եմ Թրամփի ուսակցությունը չի մտածում, որովհետև հիմա ինչքան մենք ասենք, ենք շատ էլիտիստ, սպիտակամորթ ավելի, ոչ թե սպիտակամորթ, բայց բուն ամերիկացի իրավունքների պաշտպանման մոտեցում ունեն, իսկ ես նայում եմ ամբողջ զարգացված երկրների աշխարհում, զարգացած տնտեսապես, բոլորն էլ ունեն երեխաների ծնունդի խնդիր, ամերիկան էլ, մենք ավելի քիչ զավակներ, քան մահեր, negative birth rate, եւ մենք պետք է տեսնենք, թե ով է անելու այն աշխատանքները, ասենք թե որ մեծամասնությունը այստեղից ծնված ամերիկացիների առաջինը չեն ուզում անել, երկրորդը որ երկիրը կարողանա ունենա workforce աշխատողներ, որ կարողանան երկիրը շարունակել ոտքի կանգնեցնել, եւ ես կարծում եմ այն երկիրը լինի Գերմանիան, Ճապոնն էլ իմիջիայլոց ունի շատ քիչ նորածին ճապոնացիներ եւ բերում են Ֆիլիպինից ուրիշ երկրներից, այն երկիրը որ կարողացավ հասկանալ թե ինչպես կարող է immigration-ը օրինավոր ձևի կամ ավելի լավ ձևի կառավարես քան հիմա, փոխանակ բարձ պատ կառուցելից, այդ երկիրը ապագայում շատ ավելի փայլուն ապագա կունենա, քան մյուսները։ Օրինակ Ռուսաստանում էլ իմիջիայլոց շատ քիչ են նորածիներ, եւ արդեն տեսնում եք թե ինչպես ուրիշ այլ երկրներից եւ ազգերից մարդիկ գալիս են եւ այդ երբ որ վակյուում է ստեղծվում, մի բանը լեցնում է այդ վակյումը։ Դա ինչ որ տենց մի շատ դժվար լուծելի խնդիր է, որովհետեւ նույն Եվրոպան էլ տեսնում եք ինչ խնդիրների առաջ է կանգնել, որ սահմանները բացեցին եւ բոլոր նորմալ մարդկանց հետ ովքեր որ սկսեցին շարունակել եվրոպական կյանքը բարելավել եւ այլն լծվեց ահագին մի այնպիսի մի զանգված, որը մի խնդիր ասեմ, մի բան այն է, որ երբ մարդ գալիս է Ամերիկա, ես հավատում եմ, պետք է այդ մարդը ուզենա ընդունել ամերիկյան արժեքներ եւ ինչ է նշանակում ամերիկացի լինելը։ Օրինակ ես ինքս այսօր համարում եմ ինձ ամերիկացի, որովհետև ես ոչ միայն իբր պաշտոնյա, որ երթում եմ տվել պաշտպանել այս երկրի constitution-ը եւ նահանգայինը, բայց որովհետև ես ինքս երախտապարտ եմ, որ Ամերիկան տվել է իմ ընտանիքին այդ առավելությունները եւ այլներ, որ ուրիշ երկրներում չէին ստանա։ Ամերիկան մեզի ընդունեց բաց թևերով եւ կարողացանք մենք ունենալ մի կյանքի որակ, որ ուրիշ երկրներում շատ դժվար լիներ։ Պետք է ով որ գալիս է այստեղ կարողանա ինչպես այո պահպանես քո ասենք թե ավանդույթները, որ քո համար արժեքավոր եւ կարեւոր են, բայց նաեւ հասկանաս թե ամերիկացի լինելը ինչ է նշանակում։ Շատ լավ է արդից օգտվելով ես էլ ասեմ, որ իմ տատիները եւ պապիները փրկվել են ամերիկյան որբանոցում 15 թվից հետո ծնողներս ստեղ ապրել են, ստեղ մահացել են ու եւ այլն, հայրս ստեղ, մայրս Երևանում, կապված եմ շատ, ասենք Ամերիկայի հետ, շատ հաճախ ինձ էլ ասում են, ինչ գործ ունես ընդդեմ աման, դե մարդիկ չեն հասկանում, ասենք, որ կան նաեւ բացի աշխատանքից, որ հիմա ես, ասենք, կոնտրակտ ունեմ, հա, կա նաեւ էմոցիոնալ կապ, հասկանում եմ ձեր էմոցիաները հիմա, Արդի Քասախյանն էր մեր այսօրվա զրուցակիցը, Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ, պաշտոնյա, այո, որին տվեցինք նաև մի փոքր անհարմար հարցեր Գլենդելի մաքրության, տրանսպորտի հետ, որ կապված, որը որ ձեզ հետաքրքրում է սիրելի հայրենակիցներ այստեղ ապրող, նաև բարձրացրեցինք էմիգրացիայի հարցերը, բայց շատ լավ իբրև ոչ իբրև քաղաքական գործիչ, այսպես սողալով, այլ շատ ուղիղ, շատ նորմալ,
պատասխանեց, ես շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դուք էլ սիրելիներս գրանցվեք ալիքին, տարածեք այս վիդեոները, կարծում եմ մեր հայությանը բավականին արժեքավոր եւ հետաքրքիր ինֆորմացիա տվող եթերներ են, լայքեք, որպեսզի մի քիչ ավելի շատ նայեն եւ հուսամ ելի կհանդիպենք։